Ուրեմն բնակվում եմ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի 22 բնակարանում, ընդամենը 1 սենյականոց բնակարանում, որի երկու պատերինքից շուրջ 20 տարի է գործում է շեյփինգի սրահը։ Ուրեմն ես բազմաթիվ անգամներ զգուշացրել եմ սեփականատիրոջը, որ այդ բարձր աղմուկը, շեյփինգի այդ աղմկոտ պարապմունքները, սարքավորումները խաթարել են իմ հանգիստը, կարծեք ապրում եմ դժոխքում։ Եվ միայն վերջապես փորձեցի 2011 թվականին դիմել Երևանի քաղաքապետարան, որը ներկայիս վարչապետն էր քաղաքապետը, բողոքեցի, որ այսպիսի պայմաններում եմ ապրում, խնդրում եմ ձեռք առնել համապատասխան միջոցներ։ Եվ քաղաքապետը հրաշալի մակագրություն էր դրել տեղում ստուգել եւ զեկուցել։ Տեղազնվամբ պարզվեց, նրանք ինձ պատասխանեցին գրավոր, որ այո, դա կառուցվել է ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, չունի նույնիսկ քաղաքապետարանի որևէ թույլտվություն, այո, եւ պատասխանը իրենք ուղարկեցին նաեւ Էրեբունու թաղապետարան, որպեսզի դադարեցնեն այդ պարապմունքները, մինչև որ ինքը ձեռք առնի համապատասխան միջոցները, դարձյալ ոչինչ չարվեց։ Եվ ոչ մեկը հետևողական չեղավ, որ գար նաև ստուգեր, թե արդյոք ինչքանով է կատարվել իրեն հանձնարարականները, որովհետև ինձ ասում էին նման դեպքում դու պետք է տաս դատարան, դատարանը որոշի։ Ասում եմ, բայց ես գումար չունեմ։ Առավել եւս հիմա ստանում եմ ընդամենը 55,000 դրամ կենսաթոշակ։ Ես ինչպես դատարանի ծախսերը հայցեմ, նա նորից ունի մեծ գումարներ, մեծ հարստություն, կարող է նորից դատը շահել, որովհետև ձեռք է բերել քաղաքապետի կեղծ որոշում, այսինքն բնակիչներից իբր 70%-ը համաձայնություն են տվել այդ կառույցի գոյությանը։ Բայց ինչպես կարող են բնակիչներ կան շենքում, որոնք նույնիսկ չեն ճանաչում, որ այստեղ այդպիսի կառույց կա, դա միայն խաթարում է ինձ, իմ պատերինքից եւ կողքի հարևանին, որ արդեն 1 տարվա ընթացքում 3 բնակիչն է վաճառում այդ բնակարանը եւ հեռանում։ Ես ինքս եմ վաճառում, բայց ինքը գրոշներ է առաջարկում։ Կամ հաճախորդները, գնորդները, որ գալիս են, անմիջապես լսում են այդ աղմուկը, աղաղակը եւ իսկույն հեռանում են։ Ես հայտնվել եմ այսպես հայտնոտի մեջ։ Ուրիշները ախ են քաշում, թե երբ պիտի լույսը բացվի եւ իրենց ուրախ օր անցկացնեն։ Իսկ ես արցունքներով եմ դիմավորում ամբողջ ցերեկը, մինչև որ մտնում է, որպեսզի ես կարողանամ նոր հանգիստ մտնեմ իմ սենյակը։ Բոլոր պաշտոնյաների կանայք, աղջիկները գալիս պարապում են այստեղ եւ դա իրեն համար հիմք է հանդիսանում, օգտագործելով նրանց այդ անմիջական կապերը, իր ունեցած հարստությամբ նա կարողանում է ձեռք բերել իր ուզած փաստաթուղթը։ Անկամ ոստիկանություն եմ դիմել։ Եվ որ գոնե ժամանակավոր մինչև այդ հարցը լուծվի քաղաքապետարանի կողմից, ոստիկանությունը ինձ ինչ է պատասխանում։ Այդ շարքային քաղաքացին Տիգրան Մեծ 76 շենքի 43 տարածքի Արսեն ՍՊ-ի սեփականատեր Հարություն Մուշեղյանն է, որը լինելով մեծ օլիգարխ, բիզնեսմեն, նա ուշադրություն չի դարձնում, առհամարած ունի, այսօր ամեն օր առավոտվա ժամը 9-ից մինչև երեկոյան ժամ 8:30 դմդմփացնում են, աղմկում են, խանգարում են եւ ասում են ում ուզում եք բողոքեք։ Վերջ, գնա որտեղ ուզում ես բողոքել։ Միայնակ թոշակառու եմ, միայնակ կին, չունեմ ոչ մի օգնող։ Ես ինքս միայնակ պայքարում եմ այդ օլիգարխի դեմ։ Եվ այդքան բազմաթիվ թաղապետարան, Երևանի քաղաքապետարան բազմիցս բողոքներ, առողջապահության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, վարչապետ եւ մնացել են անարձագանք, անտարբեր շարքային քաղաքացու նկատմամբ։ Էլ ինչպես ես հավատամ, որ այսօր մեր նոր վարչապետը բարեփոխում է անում եւ նրա նպատակը դա շարքային քաղաքացու կյանքի որակի ապահովումն է։ Երբ նրան տեղ չի հասնում, անմիջապես կես ճանապարհից փակում են մեր դեմը եւ ինչպես ուզում եք այդպես վարվեք։